Ըստ հայ պատմագրության, Հայաստան աշխարհում կան բնակավայրեր, որոնք գրեթե չեն նվաճվել օտարների կողմից։ Այդպիսիներից է Արցախ աշխարհը կամ Խամսայի մելիքությունները։ Այն անառիկ են պահել հայ շինարար ռազմիկները, որոնց օգնել են բնական պայմանները, ձեռակերտ պաշտպանական կառույցները։ Հայոց ստեղծագործ միտքը այստեղ արարել է եկեղեցի ու դպրոց, իսկ դրանց կողքին ամրոցներ, որոնցից շատերն այդպես էլ չեն կործանվել թշնամու հարձակումներից։ Մենք ուղևորվում ենք Արցախ, հայոց բնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկը, որն առ այսօր անառիկ բերդերի, հոգևոր կենտրոնների, գեղատեսիլ անտառների և հյուրասեր մարդկանց երկիր է։ Մեր ուղևորությունը Արցախ ինքնանպատակ չէր։ Րոպե առ րոպե կառուցելով, գծագրելով մեր երթուղին, սկսեցինք մեր այցը հին ու նոր, հայտնի ու անհայտ Արցախ աշխարհ։ Արցախ աշխարհն ընդհանրապես հարուստ է անառիկ ամրոցներով։ Դա ռազմավարական անհրաժեշտություն էր։ Պատմական Հայաստանի այս տարածաշրջանը միշտ էլ գրգռել է օտարազգիների ախորժակը։ Այստեղ տող բնակավայրից ոչ հեռու է գտնվում տարածաշրջանի ամրակուռ և աննկուն բերդերից մեկը՝ Քթիշը։ Քթիշ բերդը կառուցվել է բարձրավանդակի վրա։ Այն անմատչելի է երեք կողմերից։ Այստեղ կարելի է հասնել միայն անտառապատ, գրեթե անանցանելի կածաններով։ Ամրոցի ամենալավ պահպանված կացարաններից մեկը սա է, որի պատերից մնացել է այսքան։ Իսկ եկեղեցին որտեղ է գտնվում։ Եկեղեցին մի քիչ վերև։ Դրանք Այս ամրոցի մասին հիմնական տեղեկությունները հաղորդում են պատմահայր Խորենացին ու Թովմա Արծրունին։ Թովմա Արծրունին հիշատակում է, որ 852 թվականին Քթիշի մոտակայքում իշխան Եսայի Աբու Մուսեն մերժելով արաբ զորավար Բուղայի հնազանդվելու առաջարկը, մեկ տարի շարունակ հետ է մղում նրա 200 հազարանոց բանակի հարձակումը։ Ուսատված արաբները նրան խապկանքով Բաղդադ են հրավիրում ու ձերբակալում նրան։ Նույն աղբյուրի համաձայն բերդում ժամանակին հատուկ սենյակներ, կացարաններ են եղել, նախատեսված հարակից գյուղերի բնակիչներին ապաստանելու համար։ Հայտնի է ևս մեկ փաստ։ Դիզակի տերերը վարչական կենտրոն դարձնելով տողը, Քթիշն ու Գորոզ բերդը ռազմավարական հենակետ են դարձնում, իսկ 10-րդ դարում այն դառնում է Դիզակի մելիքության թագավորանիստը։ Տասնութերորդ դարում նույն տոհմի հետնորդ Մելիք Եսային վերականգնում է Քթիշ բերդը և փոքր զորքերով ելնելով Իբրահիմ խանի գլխավորած զորքերի դեմ հաղթում նրան։
Այս պաշտպանական կառույցը իր նշանակությունը կորցնում է 19-րդ դարում, լքվում ու սկսում է ավերվել։ Գտիչ բերդը կառուցվել է Լեռան գագաթին եւ պատմության մեջ հիշատակվում է որպես դիզակ մելիքության կենտրոն։ Տեսադաշտն այնպիսին է, որ Քթիշի պաշտպանները միշտ էլ տեսողական կապ են ունեցել հարևան բերդերի հետ։ Այս ամրոցները միմյանց կապված են եղել թե կենսական, թե ռազմավարական առումով։ Այն կառուցվել է դիզակի մելիքությունը օտարներից պաշտպանելու համար, ենթարկվել դարերի փորձությանը եւ նույնպիսի վախճան ունեցել։ Քթիշն ունեցել է սեփական հոգևոր կենտրոնը, Գտչավանքը, որի լեռան բարձունքներից վեր խոյացող գմբեթը տեսանելի է շատ հեռվից։ Այն իր դիրքով շրջակա բնության հետ սերտ կապով զգալիորեն տարբերվում է Արցախ աշխարհի մյուս եկեղեցիներից։ Եկեղեցին հարուստ է ամենատարբեր արձանագրություններով, որոնք բավարար չափով տեղեկություններ են պարունակում տեղի պատմությունը ուսումնասիրողների համար։ Այն կառուցված է դեղնավուն քարերից։ Ավելի վաղ շրջանի կառույց է նաև գավիթը։ Կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ, սակայն դրա տարիքի մասին կարելի է պատկերացում կազմել Լեոյի մի արտահայտությունից։ Գավիթը խիստ հին է, քան եկեղեցին։ Մատենագիտական աղբյուրների վկայությամբ հնագույն ժամանակներում ներկայիս կառույցի տեղում մի եկեղեցի է եղել, որը Տողասարի հարակից բնակավայրերի բնակիչների ուխտատեղին է եղել։ Հին եկեղեցին ավերվել է արաբական արշավանքների ժամանակ։ 1241 թվականին Ամարասից այստեղ գաղթած եպիսկոպոսները Տեր Սարգիս եւ Տեր Վրթանես եղբայրները սկսել են Գտչավանքի գլխավոր եկեղեցու շինարարությունը եւ այն ավարտել են 5 տարի անց։ Հայտնի է նաև, որ Գտչավանքը հնուց ի վեր Արցախի խոշոր հոգևոր մշակութային կենտրոններից է եղել պատմական Արցախի Դիզակ գավառի եպիսկոպոսանիստը։ Հին ժամանակներում վանքն ունեցել է իր դպրոցն ու գրչատունը, ուր ծաղկել ու գրել են մատյաններ, հարուստ գրադարան հավաքել։
Եկեղեցին գործել ու մարդկանց է ծառայել մինչև 19-րդ դարը, այնուհետև լքվել ու ավերվել է։ Ամրոցներից մեկը Բերթահունջը։ Դիզակի մելիքության կենտրոն Քթիշի առաջին ամրոց հենակետերից է եղել ու գաղտնուղով կապված եղել թե Քթիշ Բերդի, թե Կտչավանքի հետ։ թվականին այստեղ այցելած հայտնի գիտնական Մակար Բարխուդարյանը այսպես է նկարագրել Բերթահունջը. 4 կողմերից առանձնացված ու ձվաձև բարձրացրած մի սար է բերդատեղիս։ Բերդը ունեցել է արտաքին պարիսպ, կրկնապարիսպ եւ աշտարակներ։ Ամրոցը ունեցել է միայն մեկ մուտք։ Այժմ գրեթե անվնաս մնացել են պարիսպները իրենց ամուր կառուցվածքի պատճառով։ Այս ամրոցը զբաղեցրել է 800 քառակուսի մետր տարածք և պետք է որ կառուցված լինի 10-ից 11-րդ դարերում։ Ըստ որում երկու ամրոցները միևնույն թշնամուն են դիմագրավել գրեթե միաժամանակ։ Երկուսն էլ միշտ մնացել աննվաճ, հակելով Արցախի սիրտ Շուշի տանող ճանապարհը։ Բերդը երկար ժամանակ դիմադրել է օտար բռնակալների հարձակումներին եւ ավերվել է 14-րդ դարում Լենգ Թեմուրի արշավանքների ժամանակ։ Ըստ ավանդության, Բերդը պաշարած մոնղոլ զորավարը երկար ժամանակ չի կարողացել գրավել այն, ապա երկար մտորումներից հետո մի ծարաված ջորի է բաց թողել։ Կենդանին գտել է բերդականներին ջուր մատակարարող խողովակաշարի տեղը ու հագեցրել ծարավը։ Թշնամին փակել է ջրի ճանապարհը։ Առժամանակ անց Բերթահունջում պատսպարվածները հանձնվել են։
ջրավազանի խորությունը քանի մետր մոտավորապես կլինի։ 6-7 քարերն են հաշված 7.5 Առաջին իջավ մեր ուղեկցողը, մյուսը ես եմ։ Պատերին երևում են կավե խողովակները, որոնցով ջուրը հասել է այս ջրավազանը։ Երևում է կավե խողովակի անցքը, որտեղից ջուրը լցվել է ավազանը։ Այս բարձունքում էլ օդանցք է, քանի որ մակարդակը բարձր չի կավե խողովակի։ Բարձր է մի քիչ, ասենք։ Երևի մի խողովակ էլ եղել է, որտեղից ջուրը թափվում էր ներքև։ Այո։ Այս պատերը փորված են ժայռի մեջ, թե Սարքովի պատեր են։ Այս երկու կողմի պատերը ժայռափոր են, իսկ ներքևի պատերը, այս կողմի պատերը քարից են։ Պահպանվել են նաև սառնարան հորերը, անձրևաջրերի ամբարման համար կառուցված պահեստարան փոսերը։ Մենք գտնվում ենք Միջնաբերդում, որտեղ պահպանվել է ևս մեկ ջրավազան։
Հադրութի Աբունց գյոլ կոչվող վայրում վրաններում գիշերելուց հետո շարժվեցինք դեպի Հադրութի տարածաշրջանում գտնվող մեկ այլ ամրոց՝ Վնեսաբերդ կամ Հովանեսի Բերդ։ Բերդը բավականին հեռու է հիմնական ճանապարհից, անվերջանալի թվացող անտառներ են։ Ամրոցը մոտավորապես 100 մետր տարածք է զբաղեցնում, 500 ոտք բարձրությամբ սարի վրա է, ունի քարակիր շրջապարիսպ, 2 ամուր ու բարձր բուրգ, 1 դուռ։ Քթիշ ու գոռոզ բերդերի նկատմամբ առաջապահ ուղեկալի դիրքերում է Վնեսաբերդը։ Տարբեր աղբյուրների վկայությամբ այստեղից են հետևել դաշտում թշնամու տեղաշարժերին և ազդանշաններով հաղորդել Քթիշ բերդի պաշտպաններին։ Ամրոցը շրջապատված է պարիսպով, ունի 2 բարձր և ամուր աշտարակ։ Սա ամրոցի ջրավազանն է, որի ջուրը հասցվել է կավե խողովակներով մոտակա աղբյուրներից։ Թե խողովակաշարը, թե ջրավազանը օգտագործվել են միայն թշնամու պաշարումների ժամանակ։ Վնեսաբերդում բազում կավե անոթներ ու խեցեղեն են գտել։ Եվ բոլոր գտածոներն այսօր պահվում են Մեծ Թաղեր գյուղի թանգարանում։ Ամրոցում նկարահանումները ավարտել էինք, հոգնած էինք ու քաղցած։ Երկարատև ու ծանր նկարահանումներից հետո հանգստի կարիք էինք զգում։ Մեր ուղեկիցները նկարահանող խմբի անձնակազմին առաջարկեցին գիշերել Մեծ Թաղեր գյուղում։ Ընդունեցինք Մեծ Թաղերում հանգստանալու առաջարկը։ Հայտնի քաղաքական ռազմական գործիչ Արթուր Աղաբեկյանը իր հայրենի Մեծ Թաղեր գյուղում զբոսաշրջային ծրագիր էր իրականացնում։ Հյուրատներով, ջրաշխարհով, ազգային հետաքրքրական ուտելիքներ առաջարկող հացատնով, ինչպես նաև գորգագործական արհեստանոցով ու դարբնոցով։
Մեծ Թաղեր գյուղում տուրիստական կենտրոն է հիմնվում։ Ասում են այստեղ գործում է Կարճ Թեհրանը, որտեղ բացի բուսական թեյերից ձեզ կհյուրասիրեն նաև բազում ավանդական ուտեստներ։ Լսել եմ ձեզ մոտ ավանդական ուտեստներ կան։ Այո, Քանի ուտեստը պատրաստվում է, այցելենք Թեհրանի հարևանությամբ գտնվող Զարփնոց։ Բարև ձեզ։ Ինչ եք պատրաստում այստեղ։ Իսկ շատ պրոցեսներ կա մինչև գործին ավարտվի։ Չէ, ավարտած է։ Դե կարելի է տեսնել։ Լավ, ասում շատ հետաքրքիր գործ է։ Շնորհակալություն։ Այդ գորգը վաղուց եք սկսել գործել։ Հետաքրքիր է, երբ եք վերջացնելու։ մի երկու շաբաթից հետո։